Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը ուզում սկսել շատ կարևոր հայտարարությունով, որը վերաբերվում է վերջի օրերին կատարվող իրադարձություններին։ Դե նկատել եք, որ պաշտոնական պետական թուրքական կառույցությունը բարձրախոս բառերով նկարագրում է Սյունիքի Միջանցքի հանձնման արարողությունը, դրանք համարելով շատ կարևոր մեր երկրի համար, կարևոր ձեռքբերում, ու ոչ մեկ չի խոսում դրա իրավական մասին։ Եվ այսպես փաստաբան Հարություն Բաղդասարյանը նամակ ա ուղարկել ուրեմն ՀՀ արտաքին գործերի նախարարություն գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանին։ Տեսնենք պաշտոնական նամակում ինչա գրված։ Ես հեռախոսից պետքա կարդամ, որովհետև չհասկացա ոնց իրան տարածեմ էկրանի վրա, որ դուք էլ տեսնեք։ Ամենևին ստե գրած է իր անունազգանունը, փաստաբանական վկայականի համարը եւ այլն։ Գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանին, հիմա Դավիթ Կարապետյանը պետքա մեզ պատասխան տա, թե ինչա կատարվում եւ ինչքանով է դա օրինական։ Հարգելի պարոն Կարապետյան, մամուլից տեղեկացել եմ, որ Հայաստանի վարչապետը հունվարի 22-ին Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրություն։ Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն միջազգային պայմանագրի կնքման, դրան միանալու առաջարկությունը վարչապետին է ներկայացնում իրավասու մարմինը, հիմնավորելով դրա կնքման, դրան միանալու նպատակահարմարությունը եւ կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը, միջազգային պայմանագրի կնքման, դրան միանալու արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին կամ կարգավորման ենթակա հարաբերությունները իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթով կնքելու նպատակահարմարության մասին։ Երկրորդը, սյուն հոդվածի առաջին մասում նշված իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման ընթացակարգերը սահմանում է կառավարությունը համաձայն ՀՀ կառավարության 42 եւ 51-րդ հոդվածների, փաստաբանության մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներին դիմում եմ ձեզ եւ խնդրում ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ին N 1204N որոշմամբ սահմանված կարգով ինձ տրամադրել իրավասու մարմնի առաջարկությունը եւ արտաքին գործերի նախարարության եզրակացությունը, պատճենները կամ կրկնօրինակները, տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը։ Պատրաստ եմ վճարել տեղեկատվության հետ կապված ծախսերը, հարգանքներով փաստաբան Հարություն Բաղդասարյան։ Եվ այսպես ինչա ասում Հարություն Բաղդասարյանը, փաստորեն երկու հոդվածով կա, որ կարգավորվում է նման պայմանագրերն ու հայտարարությունները, որ պետք է առաջարկը ներկայացներ արտաքին գործերի նախարարությունը իր եզրակացությունով եւ իրավասու մարմնի առաջարկությունը։ Այսինքն մեկը պետքա տրամադրել իրավասու մարմինը, իսկ արտաքին գործերի նախարարությունը պետքա տար եզրակացություն այս պայմանագրի ստորագրելու, այս հայտարարությանը միանալու հետ կապված։ Եվ այսպես պահանջում ենք երկու պրոցեդուրայի իրականացված լինելու մասին տեղեկություն։ Հետո ոչ չասեն, ոչ մեկ ուշադրություն չի դարձնում իրավական մասին։ Ինչի մասին է այս հայտարարությունը։ Երևի շատերը հիմա կմտածեն Հայաստանում ինչ օրենք, ինչ բան, Փաշինյան Նիկոլն վարչապետն է, ինչ ուզում ստորագրում է, ինչ ուզում հայտարարում է։ Այո, ինքը կարող է անի ինչ ուզում է, բայց դա չի նշանակում, որ այդ ամեն ինչը իրավական հիմք ունի։ Վաղը մյուսօր չէ, որ այս մարդը դատվելու է։ Վաղը մյուսօր չէ, որ այս ամեն ինչը վիճարկվելու է։ Հա։ Այսօր էլ հարց եղավ 3 ավելի ճիշտ արդեն Կիրակի օրվա հարցու պատասխանի ժամանակ, թե ինչ պայմանագրեր կան ստորագրված վարչապետի կողմից, որոնք հնարավոր չի չեղարկել։ Ես ասում եմ, ոչ մի հայտարարություն, ոչ մի պայմանագիր չկա ստորագրված,
իրավական այն հիմքով եւ ուժով եւ հիմնավորմամբ, որոնք հնարավոր չլինի չեղարկել, որովհետեւ այն ինչ որ արել է Փաշինյան Նիկոլես ամբողջ տարիների ընթացքում, բացառապես ինքն իրավչություն է։ Իր գլխին ինչ փչել արել է։ Սա նրանց համար, մասնավորապես նրանց համար, ովքեր առավոտից երեկո խոսում են այս ծրագրերի մասին, ինչ որ արդեն որոշել է Փաշինյան Նիկոլը։ Խոսում են դրանց օգտակարության մասին Հայաստանի վերաբերյալ վիճելի օգտակարության, էլի, սա մենք դա մասին ենք խոսալու, դա ինչ է, կապիտուլյացիա է, դա ստրկացում է, դա ինչ է, դա ինքնասպանություն է եւ այլն։ Միջև սրա մասին խոսելը, սրանք պետք է նախ իրոք մտածեն, այս ամեն ինչը ինչ որ անում է Փաշինյան Նիկոլը, իրավական հաղթության մեջ է թե չէ։ Օրինական է, ուրիշ բառերով ասած, թե ոչ։ Եթե իրենք էլ թքած ունենան դրանց վրա, ուղղակի ասելու են ինչ որ հրամանված է, ասել, մենք էլ իմանանք մեր անելիքը։ Ու ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այս ինչ որ ներկայացված է արտաքին գործերի քարտուղարիներ, չէ՞ ոնց որ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանին, սա պատասխանը պետք է լինի։ Այսինքն Դավիթ Կարապետյանը պետք է ներկայացնի այն հիմքերը, առաջարկություն եւ հիմնավորում, որ դա պետք է երկու մարմնի կողմից, որ դրանից հետո սրանց խոսալը ունենա իրավական հիմք։ Հետո կորոշենք իրանց խոսածած նյութը տեղին է թե չէ։ Ուսի առ այսօր ինչ որ կատարվել է առանց իրավական հիմքերի։ Սա շատ կարևոր է, որ վաղը մեզ չասեն, օ, դուք միջազգային պայմանագիր եք ստորագրել, դուք չեղարկելով խախտում եք, այս կողմ են կողմ։ Սա նաև հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ ինձ լսող թուրքերի համար եւ բոլոր նրանց համար, ովքեր մասնակից են այս գործերին, տղաներ եւ աղջիկներ, ովքեր հույսերը դրել են նրա վրա, որ Փաշինյան Նիկոլը մի բան ասեց, մի բան հայտարարեց, մի բան ստորագրեց միտեղ, դա մեր համար վերջն է, վերջը չի։ Ամեն ինչ վիճակվող է, որովհետև ոչ մի բան իրավական ընթացքով Հայաստանի Սահմանադրության համաձայն չի արվել։ Պայմանավորվեցինք, դուք այսօր գործ ունեք քամու հետ։ Այսինքն Փաշինյան Նիկոլի խոսքը կամ քամին էական տարբերություն չկա։ Այսօր ես դրսի վրա եմ գրում ինչ-որ մի բան կամ Փաշինյան Նիկոլը գրում է թղթի վրա, էլի էական տարբերություն չկա։ Ոնց ձյունն է հալվելու գրածի հետ միասին ունեցել Փաշինյան Նիկոլը, որովհետև տակը հիմք չկա։ Պարզա Ալիև, Էրդողան, չգիտեմ, ընդ Թրամփ, ընդ JD Vance եւ այլն։ Այն ինչ դուք պայմանավորվել եք Նիկոլի հետ, իմացեք, դա ֆիքս է։ Մենք ամենաբարձր ծառից թքած ունենանք դրանց վրա։ Ոչ թե միայն նրա համար, որ մենք համաձայն չենք, ոչ թե միայն դրա համար, այլ բացառապես իրավական հաղթությունում։ Ես գիտեմ, որ բանը, ինչպես Պուտինը, ունեցել Դոնալդ Թրամփը, ունեցել Ալիևը, Էրդողանը, Նետանյահուն, թքած ունենալ օրենքների վրա։ Հասկանալի է այդ ամեն ինչը, բայց չէ որ ապագա կա, դեռ առջևում պրոցեսներ են կատարվելու, որ ոչ մեկ չգիտի, այդ երբ է այդ առջևումը, այդ քանի ամսից կգա, ինչեր են կատարվելու։ Մենք պետք է իրավականորեն պատրաստ լինենք, որովհետև այն քաոսը, որ հիմա ստեղծում է այս խումբը, Ալիև, Թրամփ, Փաշինյան Նիկոլ, Էրդողան, Նետանյահու, այս քաոսը անցնելու է, սա չի մնալու, որովհետև եթե չանցնի, աշխարհն է վերածվելու մի մեծ անապատի, մի մեծ պատերազմի դաշտի։ Իսկ աշխարհում բավականին բանական մարդ կա, դա թույլ չտալու համար։ Այսինքն այն խնդրը, որ մեզ թվում է միայն մերն է, մեր մասով է ինքը մերը։ Բայց պետք է հասկանալ, որ մեր խնդրը համաշխարհային խնդրի մի փոքրիկ մասն է։ Ընդհանրապես բոլոր տեղերում այս անօրինականությունների այս շղթան ինչ որ մի ձևով զգում են Ամերիկայից մինչև Հայաստան։ Եվ մենք դրա մասին անպայման խոսելու ենք։ Իսկ ինչ վերաբերվում է, որ ՀՀ թռիչքա ձև զարգացումը հնարավոր է միայն արևմուտքի հետ խորքային համագործակցությամբ, ուսում եք, սա գրում է Արման Բաբաջանյանը, բազմասեր դատված խաբեբայության համար, օտարերկրագործական լինելու համար, ստորագրություն կեղծած լինելու համար, Արման Բաբաջանյանը, որ երկար ժամանակ աշխատում է թերթի խմբագիր, առ այսօր չի հասկացել ինչ է նշանակում արևմուտք։
Սա ասում են, որ իրեն փոխանցեք։ Ինչպես ինքը չի հասկացել տեսել ազատ այն ազատ նախին ազատ ինչեր։ Միխասով։ Ազատ Արշակյան։ Հա, կամ Արշակ Ազատյանը։ Գոնե անունը փոխի էլի։ Ազատ։ Քո ինչն է ազատ։ Ինչ որ է, իրանք որ ժողովրդին փորձում են ներկայացնել Դոնալդ Թրամփին որպես արևմուտք, ես ասեմ, իրանք կամ կատարյալ բութ են, չեն հասկանում ինչ է նշանակում արևմուտք եւ ինչ է նշանակում Դոնալդ Թրամփ, կամ պարապած սրիկը։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին, որովհետեւ իրենք հաստատ բութ չեն ու շատ լավ գիտեն ինչ է նշանակում արևմուտք։ Իրական արևմուտքը հենց իդեպ դեմ այն ամեն ինչին ինչ որ անում է Դոնալդ Թրամփը։ Հա, իսկ թռիչքաձև զարգացումը այսօր Փաշինյանը հույսը կապել է ոչ թե իրական արևմուտքի հետ, որը եվրոպական երկրներն են, այլ Դոնալդ Թրամփի հետ։ Փաշինյան Նիկոլը մտել է համաձայնության եւ դաշնակցի մեջ ոչ թե արևմուտքի հետ, այլ Դոնալդ Թրամփի հետ, որտեղ արևելքը ավելի շատ է, այդ Թրամփի կլուբում արևմուտքից մարդ չկա։ Թրամփի կլուբում Թրամփն է, Պուտինը կլինի կամ չլինի, դա էլ Աստված գիտի, հələ կտեսնենք, ու իրան նմանները։ Ինքն ու Նետանյահուն են, սա Նետանյահուի կլուբն է, Նետանյահուն, ինչ արևմուտք, որ Բաբաջանյան Արմաններն ու Ազատ Արշակյանները այս ամեն ինչը կապում են արևմուտքի հետ։ Գիտեք ինչ են կապում։ Ես դա մասին արդեն խոսացել եմ։ Որովհետև հայ ժողովրդի համար երկու բան կա՝ Ռուսաստան կամ արևմուտք։ Ռուսաստանը արդեն համոզել են, որ լավ չի, արևմուտք, եթե ասում են արևմուտքը, ուրեմն սա լավ բան է։ Ոչ, արգելիներս, այն որ կատարվում է մեր երկրի շուրջ, արևմուտքը դա ոչ մի բան կապ։ Ոչ մի ձևով կապ չունի։ Ոչ էլ ամերիկան կապ ունի։ Ամերիկան կապ ունի այնքանով, որքանով Դոնալդ Թրամփն է այս ամեն ինչի երևացող դեմքը։ Այն էլ ժամանակավոր։ Իրանն էլ գոլֆի շարիկի նման շուտով տշելու են այս ամեն ինչի մեջից։ Ու դրանով վերջանա այս կլուբը, դրանով վերջանա այս աժոտաժը, որ ստեղծվել է Սյունիքի Միջանցքի շուրջ։ Ընդհանրապես պետք է դիմանալ 1 տարի։ Ու 1 տարի հետո Արման Բաբաջանյաններն ու նրա նման վարձկանները պետք է բացատրություն տան։ Բացատրություն, թե ինչու են ժողովրդին մոլորեցնում, ինչու են ստում ժողովրդին։ Եվ այսպես պայմանավորվեցինք, հարգելի դիտողներ, հստակ սահմանում ենք ինչա նշանակում արևմուտք։ Դա Թրամփը չի։ Դա Թրամփը չի։ Թրամփը հակարևմուտքը։ Այնքան արևմուտքի թշնամի է, ինչքան Նետանյահուն եւ Պուտինը։ Ես կարծում եմ ոչ մի բանական մարդու համար սա մեծ բացահայտում չէ։ Բոլորը վաղուց հասկացել էին։ Ուղղակի սահմանենք եւ անցնենք առաջ։ Ջեյ Վանսի այսով ուրախացողների համար նորից կրկնեմ, նորից կարդամ ուղղակի այն օրակարգը, որով Ջեյ Վանսը գալիս է Հայաստան։ Սրա մասին գրում է Հայաստանի եվրոպական կուսակցությունը, ես հիմա պետքա ցիտեմ Հայաստանի եվրոպական կուսակցությունը, բայց քանի որ ինքն է դրա, ես ոչ չեմ կարող չասել դրա մասին, հա։ Բառացիորեն թարգմանում ենք. մենք հզորացնելու ենք մեր ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ, անգլերենի տեքստն է թարգմանած։ Միջուկային խաղաղ զարգացման սիրուն պայմանագիր Հայաստանի հետ, ինչպես նաև կիսահաղորդիչների ամերիկյան արտադրանքի զենքի եւ զինամթերքի վաճառք Ադրբեջանին։ Այս օրակարգով գալի Ջեյ Վենսը Հայաստան եւ Ադրբեջան։ Հիմա ինքներդ դատեք, այս ինչքանով ծապտալու ոգևորվելու եւ Հայաստանի համար դիվանագիտական հաղթանակ, չգիտեմ, աշխարհակաղակական նվաճում ցույց տալու թեմա։ Ով այդպես է ներկայացնում, նա ուղղակի կատարում է սրանց պատվերը։ Որովհետև գան ասենց բան անեն, ոնց ասեմ դες, կանֆետ ցույց տան, իրան զենք, իսկ կարելի է սա վրա ուրախանալ։ Եթե ուրախանալու բան է, ձեր համար ուրախացեք։ Ասկեն նրանց համար ուրախանալու բան է, կարող է ուրախանալ։ Սա էլ պարզաբանում ոչ ասեն իմ ճաշակով է այս մեկնաբանությունը, իմ ճաշակով չի։ Իրանք գրել են այս օրակարգը։ Սա իրանց օրակարգն է։ Գալու են մեզ խոսուններ տան, իրան զենք։
Այսօր հայտարարություն եղել, ուսումս հայտարարությունը կարդամ, 3 կուսակցություն միացել են իրար եւ հայտարարություն են տարածել, սա տեքստը գիտի։ Այս հայտարարությունը ես վերցրել եմ Նինա Կարապետյանցի էջից, որտեղ միացել են 3 կուսակցություն, ուրեմն նժարնա շարժումը, հանուն ժողովրդավար պետականության կուսակցությունը եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ Եվ այսպես ինչի մասին է հայտարարությունը։ Սա ընդհանրապես 3 կուսակցության հայտարարություն է, բայց այս օրերի համար կարևոր է, որովհետեւ չասեն Հայաստանից ձեն չէր գալիս, որովհետեւ չասեն Հայաստանում դիմադրություն չկար, հասկացող չկար, հա, սա կարևոր է։ Ինքը բան չի, պատմական չի, ինքը բեկումնային չի, բայց որպես փաստ քաղաքական իմաստով կարևոր է, ես դա եմ ուզում ձեզ ուղղակի տեղեկացնել ինչի մասին է խոսքը։ Ուրեմն ՀՀ եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը անցնում է սահմանադրական եւ ազգային անվտանգության թույլատրելիության սահմանը։ Սա հստակ հայտարարություն է, սա բան փաստ է, եւ ովքեր աչք են փակում սրա վրա, Բաբաջանյաններն ու Արշակյանները, նրանք հանցագործներ են։ Հիմա ասում ենք առաջ։ Ադրբեջանը, որը 20 թվականին սանձազերծեց պատերազմ Արցախի դեմ, 21-22 թվականներին օկուպացրեց միջազգանորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքից ավելի քան 240 կիլոմետր, 23 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացրեց Արցախում հայաթափում եւ հայրենազրկում, բռնի տեղահանանելով 150,000 արցախահայերի, մինչեւ 2025 թվականի Վաշինգտոնի նախաստորագրված խաղաղության պայմանագրի ավարտը չի հեռացել օկուպացված տարածքից նախ։ Օկուպացված տարածքից պահում է գերիներին բռնի կերպով, կտանքների եւ տանջանքների ենթարկելով, իսկ օկուպացված Արցախում պղծում է հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները։ Նման թշնամական ցեղասպանություն իրականացած պետության հետ անհնարին է պետության ռազմավարական ենթակառուցվածքներում համատեղության կամ համագործակցություն ունենալ։ Հիմա դուք էներգետիկ պետական իշխանության, ազգային անվտանգության եւ ռազմավարական կայունության հիմնարար եւ չի կարող դիտարկվել որպես սովորական տնտեսական նախաձեռնություն, իսկ էներգետիկան դա ռազմավարական կայունության հիմնական տարրերից մեկն է։ ՀՀ սահմանադրության հոդված 2-ի համաձայն իշխանության կրողը ժողովուրդն է։ 1. Հետևաբար գործադիր իշխանությունը ոչ մի իրավասություն չունի առանց ժողովրդի անմիջական կամարտության ընդունելու նման որոշումներ, որոնք սահմանափակում են ՀՀ սուվերենությունը, ստեղծում են երկարաժամկետ կախվածություն թշնամական պետությունից, ձևավորում են արտաքին քաղաքական ճնշման լծակներ։ Ինքն իր ձեռքով տալիս է այդ լծակները։ Առանց հանրաքվեի նման որոշում կունենա լեգիտիմության եւ սահմանադրական լուրջ խնդիր, անկախ դրա ձևական անցկացման եղանակից։ Մենք հայտարարում ենք անթույլատրելի է ՀՀ էներգետիկ համակարգի ցանկացած համատեղ կառավարում կամ վերահսկողություն, անթույլատրելի է էներգետիկ կախվածության ձևավորում Ադրբեջանից, անթույլատրելի է փակ գաղտնի կամ հանրային վերահսկողությունից դուրս գործընթացներ, էներգիան չի կարող եւ չպետք է դառնա քաղաքական ճնշման գործիք։ Դուք ոնց տվեցին, չէ՞, Արցախից Հայաստան եկող ճանապարհի վերահսկողությունը, ռուսներին հետո թուրքերին։ Հետո ասացին վայ, սրանք չեն թողում ապրանք տանենք, կարող է պետք է դատարկենք Արցախը, որ սովամահ չլինենք։ Նույն պատմությունն է կրկնվում։ Այս հարցը չի կարող լինել բանակցությունների կամ առևտրային շահերի առարկա, սա ՀՀ սահմանադրական կարմիր գիծ է։ Սա երկրորդ այսօրվա բանով ես կարծում, իրավական մասով եմ ասում։ Մեկը այդ որ ինքը նախաստորագրել է այս Թրամփի կլուբի միանալու մասով, երկրորդը էներգետիկ համատեղելիության մասին։ Իսկ դու քո էներգետիկան անկախությունը տալիս ես թշնամական երկրի։ Սա նույնն է, ինչպես Շուշիի ճանապարհը 5 կիլոմետրից միջանցքը լայնությամբ տվեցին ռուսներին, հետո տվեցին թուրքերին, իրենք իսկ ձեռքով դատարկելով հայկական գյուղերը։ Հիշեցնենք դա։ Սա նույն պատմությունն է, ոչ մի տարբերություն չկա։ Այս բանակայում ուղղակի դատարկելու է Հայաստանը։ Դատարկվելու է Հայաստան ընդհանրապես։ Մինչ Հայաստանի ղեկավարներն ու պաշտոնական ներկայացուցիչները իրենց պահում են վերջի կուրտիզանքի նման, դրանց նաև ասում են պրոստիտուտկա։ Աշխարհը առանց նորմալ մարդկանց չի փաստորեն։
եւ սա մասին բարձրացնում են Ադրբեջանում ու շատ նեղված են, համարում են դիպլոմատический դեմարշ военный расчет, հնդիկներից նեղված են շատ ադրբեջանցիներ, ինչու, որովհետեւ Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանը հրաժարվել է գնա այդ բանը այդ շահեդների այդ արահետ հրաժարվել է։ Սա ես չեմ կարող տեսանալ։ Ես ո՞նց կարող եմ տեսանալ։ Դա սա կոտորածի մասին է։ Սա հայ ժողովրդի ցեղասպանության մասին է։ Ու շատ նեղվել են ադրբեջանցիներ։ Տեսեք, Հայաստանը ուր, Հնդկաստանը ուր։ Բայց բարձրում աշխարհում կան մարդիկ։ Աշխարհում բարոյականությունը դեռ չի մեռել։ Ես որ ասում եմ, ես լավատես եմ այս առումով, որ այս քաոսը դադարելու է, որ Նետանյահուի, Թրամփի, Ալիևի, Պուտինի սրանց ռեսուրսները չի բավականացնելու աշխարհը շուռ տալ դեպի քաոս։ Սա է իմ նաև հավատի հիմքերից մեկը։ Այս բանին չգիտեի, որ տենց ասում էի։ Ես ուղղակի նայում եմ տենդենսներին։ Սա եւս մեկ ապացույց։ Իսկ մինչ այդ Euronews-ն է գրում, որ Հայաստանի վարչապետը Ամերիկա կազմակերպ։ Ամեն հարցերը լուծել է ու ինքը Ամերիկա կազմակերպ։ Վերջ։ Բոլոր հարցերը լուծված են։ Աշխարհակահաղական հարցերը լուծված են, տնտեսական հարցերը լուծված են, անվտանգության հարցերը լուծված են, սոցիալական հարցերը լուծված են։ Հայաստանում ձուն չի գալիս, որ ձունը գալիս է օդից արդեն մաքրած է, մի խոսքով, ամեն ինչ լուծված է, թոշակառուները ապահով ապրում են տաք բնակարաններում, ոչ մեկ սոված չի, աղքատություն չկա, եւ այս վամպիրը սկսել է համերգ նշտալ։ Սա մասին գրում է Euronews-ը։ Ես վստահ եմ, որ այս փաստի վրա ուրախացողներ էլ կլինեն, հա, որովհետեւ չէ որ ամեն վամպիր իր հետևորդներին ունի։ Դրանք եւ քաղաքական շրջանակներում են եւ անորակ են անգրագետ մասաների մեջ կարող են լինել, որին նաև կոչում են մեկ-մեկ, չգիտեմ, ժողովրդի մի մաս։ Սա է։ Այս հարցերը լուծված է իրանց նախաձեռնությամբ, իրանց ճաշակով եւ կարելի է արդեն սրանից հետո իրականում թմբուկ խփել։ Համերգ, օրգիա։ Հետո էլ գտել գրքի մեջ, որ մարդկանց լացն ու կոծը ողբը խլացնում էինք թմբուկի հնչյունների տակ։ Այս ամեն ինչի մասին ինքը գրել է նախորդ։ Ու շատ պատահական, ասենց համընկնում է իրար հետ։ Հիմա խոսենք սրապարտությունների մասին։ Այսօր ես տեղեկացա, որ Շվեյցարիայի, երևի գիտեք, Տեր-Գուսանը, որտեղն է համայնքի ղեկավարն է, որը միացել էր 10 տիրադավերին, որ մասի բազմիցս խոսել եմ, եւ կաթողիկոսը հեռացել է իր պաշտոնից եւ նոր համայնքի պաստորեն հոգեվոր առաջնորդ է ուղարկել Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանին։ Բոլորը սպասում էին այսօրվանը, Կիրակի օրվանը, ավելի ճիշտ արդեն երեկվա պատարագին, թե ինչա լինելու, որովհետև տեսնում են Հայաստանում ինչա կատարվում, երբ որ ասեն կաթողիկոսը մեկին հեռացնում է, դրան չեն հանում, հակառակ ամբողջ ուժայիններով, ամբողջ այս ենիչերիների, թուրքական ենիչերիների բանակով գալիս են, որպեսզի պահեն հեռացվածին եւ արհամարեն կաթողիկոսի որոշումը։ Դե շվեյցարահայերը նման մտավախություն ունեն, որ կարող է սկանդալ լինի, իհարկե չէին կարող, հնարավոր չէր լինելու Պարթև եպիսկոպոս Բարսեղյանին արգելել մտնել, որտեղ սա Շվեյցարիան Հայաստան չի, եւ Նիկոլ Փաշինյանը չէր կարող իր բերետավորներին այդ թուրքի ծնունդ երիչերին ուղարկել այնտեղ, ասել միացել ապահովեք, այս գուսանի, ասենց ասեմ, հարատեվություն ունեն, որ ոչ մեկ իրենց բացի չմտնի եկեղեցի։ Իհարկե Շվեյցարիայում սա հնարավոր չէր իրականացնել եւ բանը դրան չէր հասել։ Շվեյցարահայերը, մանավանդ ես ում հետ շփվում եմ, իրանք մտահոգություն ունեին, որ կարող է նույնիսկ սկանդալ լինի, որը էլի կարող էր անախորժ ձևով անդրադառնալ համայնքի կոնսոլիդացված այդ վիճակի վրա։ Այսինքն ոչ մեկ չի ուզում ներ համայնքային վեճեր ունենալ, խռովություններ ունենալ, բայց եթե նման բան լիներ, անպայման թեկուզ փոքրատիվ նվիրալների
արդյունքում ես իրականում Փաշինյանի փոքրատի նվիրյալների արդյունքում կարող էր լինել սկանդալ եւ հարամ լինել եւ պատարակը եւ համայնքի ներքին կյանքը, բայց ի ուրախություն մեզ պատարակը անցել է սահուն, երկու եպիսկոպոսներ միասին են անցկացրել պատարակը առանց որևէ խոչընդոտների, առանց որևէ ինցիդենտների եւ վերջում Պասք թեև արդեն նորանշանակ համայնքի ղեկավարը խոսքով քաղաքավարի հրաժեշտ է տվել Տեր-Լուսանին առանց շեշտելու այն հանգամանքը, որ նա դուրս է եկել կաթողիկոսի դեմ, մի խոսքով, որը աններելի քայլ է կատարել կաթողիկոսի եւ ընդհանրապես մեր բոլորի նկատմամբ։ Նախ շնորհակալ եմ Պարթև եպիսկոպոսին իր մեծ հաղորդության համար, իր զսպվածության համար, նույնն ուզում եմ ասել Տեր-Լուսանի մասով, որ ես գնահատում եմ, ես չեմ ասում դու ստիպված ես, դու տենց էլ պիտի անեիր, ճարդ ինչ է, որ բերետները չէին գալու քեզ, որը դա ճշմարտություն է, Հայաստանից քեզ բերետները չէին գալու, փրկեին այնտեղ, պաշտպանեն, ինչպես դա արվում է Հայաստանում, բայց այն հանգամանքը, որ եղել ամեն ինչ հարթ ու սահուն, առանց ինցիդենտի, դա իմ կողմից գնահատելի է։ Ես գնահատում եմ այդ քայլը եւ ստեղ են ասում գնաք խաղաղությամբ։ Կմիանաք հիմա, դուք ազատ եք, կմիանաք այդ 10 տիրադարներին, կշարունակեք ձեր աջակցությունը թե ոչ, դա ձեր անձնական ընտրությունն է, ինձ դա հետաքրքիր չի։ Համայնքը հիմա գտնվում է Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի փաստացի տիրապետության տակ եւ համայնքի կյանքին ոչինչ չի խանգարում։ Մի ուրիշ լավ նորությունն էլ կա, Լոս Անջելեսի համայնքի այդ հոգևոր առաջնորդ անունը Լարակ խոսում եմ մոռանում եմ։ Մի խոսքով քիշեմ կասեմ։ Բայ ոտ բարձա։ Լավ, դուք արդեն գիտեք ում ասնա, խոսքը ընթացքում կասեմ։ Մի խոսքով համայնքի առաջնորդը որ նույնպես Տերտերյանը անունը քիշեմ։ Տերտերյանը որ նույնպես միացել էր առաջի տողով այս տիրադավերին, փաստորեն մասնակցելու է կաթողիկոսի կողմից կազմակերպված եպիսկոպոսած ժողովին, որը նշանակում է մի բան, ընդունում է նրա իշխանություն։ Եվ ասես Փաշինյանը հոգևոր դաշտում երկու տեղ միանգամից պարտվեց, այսինքն հենց համայնքների ղեկավարների մասշտաբների վրա։ Ես միշտ ասել եմ, ցանկացած պետության մեջ պետություն ավելի ուժեղ է, քան եկեղեցին, բայց ոչ Հայաստանում։ Հայաստանում եկեղեցին հայկական իրականության մեջ ինքը շատ ավելի նախ հին է, քան հայկական պետականությունը, մեկ, երկրորդն շատ ավելի խորն է իր արմատներով եւ կայուն, քան հայկական պետականությունը։ Այդ չեմ ասում 15%-անոց ռեյտինգ ունեցող Փաշինյան Նիկոլը որոշել է իր կեղտոտ եղունգներով արմատախիլ անել Բաոբաբը, հայ առաքելական եկեղեցին։ Իսկ այս ճանգռոցները, որ հիմա կա, սա ընդհանրապես այն ով ունի փիսիկ կատու տա մեջ։ Ինքը գիտեն, դրանք տեղակ են, հա, իրենք որ փիսիկները երբեմն բան են ման գալիս, տեղ են ման գալի, որ իրենց ճանգերով մի քիչ ճանկռեն, երևի դա իրենց հաճույք է պատճառում։ Այսինքն այս ճանկռոցը այս ամբողջ պատմության մեջ ոչ մի էական նշանակություն չի ունենալու, բացի բացահայտելով այն անցանկալի, այն պիղծ երևույթները, որոնք կար ու կա հայ առաքելական եկեղեցու։ Սա ընդհանրապես պետք է նայել առողջացման process, որը տանելու է մի կողմից առողջացման, մյուս կողմից թուրքական իշխանության տապալման։ Դե ես միշտ ասել եմ, որտեղ որ բարակ է, թող ընդեղ էլ կտրվի։ Եվ ես ասել եմ որտեղ է բարակ, որտեղ է կտրվելու։ Իսկ սա Թալինում է։ Ինչ է քաշում այդտեղ։ Այս բանի Փաշինյան Նիկոլին դիմավորել են իր մասին, իրան նվիրված երկով ադրբեջաներեն։ Դե ամեն ինչ լուծված է Հայաստանում, մնացել է թմբուկ խփել ու պատարակներին գնալ բացել, սա է սրա միսիան, որպես Հայաստան Հանրապետության քաղաքական ղեկավար, ինքը սանից ավել ոչ մի միսիա իր համար չի տեսնում։ Ընդ որում անօգուտ
Հարցը գիտեք որն է։ Բացի մարդկանց խանգարելով եւ կյանքը փչացնելուց, ինքը ոչ մի բանի չհասավ։ Եվ այսպես կա այսպիսի նաեւ մի դեպք, որը էլի Տեր Արտաշեսը չի կոտրվել փաստորեն, ինքը սկսել է կասկածել միանալ թե չէ, հետո հրաժարվել է միանալուց եւ ստացել է սպառնալիքներ։ Արդյունքում նույնիսկ չել մտածել է սպառնալիքների տակ անկրկնի թե ոչ, հա։ Գրում է նաեւ տանք Ընդամենը մեկ օր առաջ Ոսկետափի բնակավայրի պաշտոնական էջից հայտարարություն եղավ, որ մի խումբ հավատացյալներ իդեմս բարերարի չեն կիսում իրակարծիքը կաթողիկոսին հավատարմի մնալու բանը։ Իսկ ով է բարերարը, այն մեկը, որ սարքել է եկեղեցի։ Ինքը այդ համայնքի ղեկավարի ցուցումով եկեղեցի սարքողը պահանջել է, որ սա ընկերը Տեր Արտաշեսը լքի եկեղեցին, չի լքել։ Ու անհամբեր սպասել է, որ կարող է բանալիները ձեռքից վերցնել, մի խոսքով անախորժություններ լինի այդ վերաբերյալ։ Փառք Աստծո, դրան բանը չի ասել, իսկ հիմա իդեպ առիթն է խոսեմ նրանց մասին, ովքեր եկեղեցիներ են սարքել եւ իրենց թվում է դա իրենց խաչով հիմնարկներն է։ Հիշում եք Mea Culpa-ի մեջ միասին տեսարան կար, որ օլիգարխը գալիս է, խաչով հիմնարկ է իրան ուզում սարքի, խաչով օֆիս, դա եկեղեցին է էլի։ Շատ օլիգարխների, փող ունեցողների համար եկեղեցին իրենց թվում է իրանց դա շինությունն է, իրանք սարքել են եւ իրանք կարող են որոշել ով ընդեղ պատահականի, ով չանի եւ ոնց օգտագործեն այդ իրանց շինությունը։ Այն պահից եւ այդ շինարարը մտածում է, որ դա իր սեփականությունն է, այդ կառույցը դադարում է եկեղեցի լինել, դա դառնում է խաչով հիմնարկ։ Խաչը գլխին հիմնարկ, օֆիս։ Հա։ Դա այլևս եկեղեցի չի։ Որովհետև եկեղեցիում այլ կանոններ են աշխատում։ Եթե դուք սարքել եք ձեր հոգու հանգստության համար կամ հոգու փրկության համար, դա չգիտեմ ձեր համար ինչ է, ինդուլգենցիա թե ինչ է, եթե դուք սարքել եք ու այն նվիրել եք եկեղեցուն, հա, դա արդեն ձերը չի։ Ոչ թե իրավական առումով, իրավականը դնում մի կողմ։ Եթե դուք շարունակում եք կարծել, որ դա իրավական առումով ձերն է եւ դուք կարող եք թելադրել, դա արդեն հիմնարկ է, դա հոգեվոր կառույց չի, հարգելի կամ ոչ հարգելի օլիգարխներ, որոնք եկեղեցիներ են սարքել։ Դուք պետք է հասկանաք մի բան, աշխարհում կան ամեն դեպքում բաներ, որոնք չեն վաճառվում։ Ես գիտեմ ձեր համար շատ դժվար է դրան հավատալ ու դա անցնել, ոնց թե չվաճառվող բաներ կա։ Այո, կա չվաճառվող գաղափարներ կան, չվաճառվող մարդիկ կան, չվաճառվող իդեաներ կան, զգացմունքներ կան, հա։ Դրանցից ամենաբարձրագույն կետում գտնվում է հոգևոր արժեքները։ Ով մտածում է դրանք կարելի է առնել, ծախել, դա ինքը նշանակում է, ասում ինքը սարքել է օֆիս, ոչ թե եկեղեցի։ Եվ իր մտածելակերպն է օֆիսային, հա։ Ինքը ընդամենը իրան խաբել է կամ խաբել է այն մարդկանց, ում ասել է ես եկեղեցի եմ սարքել եւ նվիրել եմ եկեղեցուն։ Չէ, փաստացի տղեկ չէ։ Դուք մի հատ ընդամենը մեզ եմ ասում, խաչով ինչ որ հիմնարկ եք սարքել։ Ու ձեզ թվում է դուք կարող եք որոշել զամոկը փոխել, չգիտեմ, քահանա նշանակել եւ այլն եւ այլն։ Տխուր է, մի արեք։ Դերևի հիշում եք մի քանի օր առաջ այն ոստիկանի դեպքի մասին, որ ասացի, որ ոստիկանը մտածում Աստված իրեն պատժել է։ Չէ։ Մի արեք, մի փորձեք, ասում եմ ձեր տիրոջը, հա, մի փորձեք։ Մի գնացեք այդ ճանապարհով, որովհետև Աստված չանի դուք իրական պատիժը տեսնեք։ Դուք հիմա մտել եք մի դաշտ, մի հատ վիժվածքի համար, մի հատ հայակերի համար մտել եք մի դաշտ, որտեղից հետդարձի ճանապարհ չկա, որը միակողմանի է, միուղությամբ է գնում, ու այդ գնում է դեպի դժոխք։ Դժոխք ոչ թե դժոխք իմաստով, հա, որտեղ կրակներ կան, բան կա, չէ։ Այնտեղ կրակները չի սպասում։ Ձեր նմանների սպասվելն է սպասվում ընդեղ։ Ձեր արածների համարժեք պատասխանն է սպասվում ընդեղ։ Դա Դանթեի դժոխքը չի, որ ձեզ էփելու են կացաների մեջ։ Հա դա մի քիչ ուրիշ ձև է բացատրվում։ Ուրիշ ձև։ Դուք վերցրել եք արդեն այդ ուղղությունը։ Ավելի մի խորացեք, մի ծանրացեք ձեր վիճակը։ Գնանք։
Սա Երուսաղեմի պատվիարքն է իր հավատարմությունը եւ աջակցությունը հայտնում Հայրաթող Սուրբ Եկեղեցուն Էջմիածնին, որը շատ կարևոր է։ Փաստորեն մեր բոլոր կենտրոնները, պատվիարքարանները Երուսաղեմի, Էջմիածնի, Կոստանդնուպոլսի, Անտիլիասի մնացին հավատարիմ, մնացին կանգուն եւ իրանց շուրջը կարողացան պահել եկեղեցին։ Եթե 4 ոտքերից մեկը սասանվեր հանկարծ, շատ բարդ էր լինելու եկեղեցու վիճակը։ Ես ասում եկեղեցի նաեւ մեր վիճակը, նույնիսկ իմ, որը ես եկեղեցու հետևող չեմ, բայց ես հայ եմ ու իմ համար կարևոր է իմ հայկական ինստիտուտների առողջ ու կայուն լինելը։ Իմ համար շատ կարևոր է։ Դա համար ես ուշով հետևում եմ ինչա կատարվում այնտեղ եւ ինչքան ինքը կարողացավ առողջ մնալ։ Եվ դրան պաշտպանելը նաեւ իմ որպես հայի պարտականություն եմ համարում։ Անկախ նայած ես հավանում եմ, չեմ հավանում, համամիտ եմ, համամիտ չեմ, թշնամին հարձակվել է իմ արժեքների վրա։ Եվ ես իրավունք չունեմ կողքից կանգնած նայելու։ Արշակ Սրբազանին գիտեք երևի։ Վաղուց կանոնավորել են, մեղադրանք են ներկայացել, բայց абսուրդը գիտեք որն է։ Մեղադրականը հիմնական նյութերը կորել է։ Պատկերացնում եք կորել է։ Այդ գործը դրել եք գտմանները դուրս եկեք էլ օֆիսից։ Գնացել եք մի կլուբում տժալու ու կորցրել եք։ Հա, ոստ է։ Սա երկիր է։ Քնչական կոմիտեն ապացույցների բազա է հավաքում, որ դատապարտի Արշակ Սրբազանին պատվերով։ Ու մեկ էլ ասում են, հոպ, կորել են փաստերը։ Նույնիսկ կապիկ չեք, մարդ չգիտի ձեզ ինչ ասի։ Շարիկովների երկիրը, լրիվ։ Սա էլ նայեք, այս այն մոտարապես պատկերացում, որ կարող է տեղի ունենա ոստիկաններով պաշտպանված։ Եթե դուք կարգանույց եք իրավունք չունեք հոգևորականի զգեստ կրեք։ Ոչ, ես դուք եք։ Օրինակ Խորեն Վարդապետը Մարնաուլում իր ծուխը լքել է եւ ճիշտ է որ պատժվել է։ Ում ձեռքով է պատժվել։ Գերաշնոր Վազգեն arczepiskopոսի։ Շատ ճիշտ է արել ցես պատժել է։ Ինչու եք նորից հոգևորականի մեղար կրում։ Իրավունք չունեք։ Դուք քաղաքացի։ Այսպես մոդլի բան, իրանք պատկերացում են կարող է անեն Շվեյցարիայում, բայց անդնալ էր։ Այստեղից հետևություն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստիրադարների հետ անցնում է միայն այնտեղ, որտեղ կարող են ունենալ այս անհայրենիք, անսեր, անազգ բերետավորներին կամ չգիտեմ իրանց գլխին ինչա դրած, էական չի, համեզգստավորներին։ Բասեն միտեղ եթե սրանք չկա, Փաշինյան Նիկոլը իշխանություն չունի։ Եթե մեկի իշխանությունը կապված է բացառապես այդ ուժային կազմի հետ, նա նշանակում է ոչ թե իշխանություն ունի, չէ, նա դատապարտված է։ Հա, դատապարտված է կործանման։ Չկա, չի եղել պատմության մեջ մի հատ առաջնորդ, մի հատ ղեկավար, որի հենարանը լինի բացառապես ոստիկանությունը, հատուկ ծառայությունները, ու նա կարողացած լինի երկար կառավարել։ Չի եղել ու չի լինելու։ Եթե հիշում եք, Ալիևը երեք հայտարարեց, չէ, Հայաստանի փոխարեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են, որ Վրաստանի տարածքով չի գնալու այդ ճանապարհը։ Դրան արձագանքել է Միխայիլ Սաակաշվիլին։ Գրում է Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցի գերթուղին անցնում է Վրաստանից, վաղ այն կանցնի Հայաստանի տարածքով, քանդում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 90-ական եւ 2000 թվականներին, որպես երկիր։ Վրաստանը հայտնվել է ծայրագուն աշխարհակաղակական փակուղում, որը մոտ ժամանակում կավարտվի կամ մեր որպես անկախ պետության վերացմամբ, կամ էլ մեզ կհաջողվի դուրս գալ մաֆիոս Իվանիշվիլի ճանկերից եւ նորից վերադառնալ երկրի զարգացման ուղուն։ Այս հայտարարությունով, որը նույնիսկ Փաշինյան Նիկոլը
ինքը տղամարդկություն չուներ, որ ինքը հայտարարել, իր փոխարեն ասում է Ալիևը, ինքը ստեղծեց երկու թշնամի՝ Վրաստան եւ Իրան։ Վրաստան եւ Իրան։ Այսինքն երկու բարեկամ երկրներ, որոնց հետ եթե մենք կարողացած լինեինք լավ հարաբերություններ, ճիշտ բարձր մակարդակի հարաբերություններ կառուցած լինել։ Հայաստանը հրաշք տնտեսություն կունենար, հրաշք զարգացում կունենար այս ընթացքում, բարձր մակարդակի։ Բայց ոչ միայն ապաշնոր ենք եղել, որ դա չեն կառուցել ի նկատի ունեմ որպես պետություն, էլի, այլ այսօր դնում ենք վերջնակետ։ Ընդ որում մի ծրագրի համար, որը Հայաստանին ոչ մի բան չի տալիս, բայց թշնամացնում է մեր հարևանների հետ։ Իսկ հիմա նայենք ինչա կատարվում այս ամեն ինչի հեղինակ Թրամփի երկրում, Թրամփի ցուցումով։ Okay, I am joined right now by Frank Vassalero and Derek James. You guys came in, of course, this is such a big story. We're going to be continuing it nonstop. But that was the first time we got a little bit more information on what happened. You know, we had talked to the police chief this morning who said, I know very little. Greg Vivino giving more information as he says the federal account was that at the end of the day that an agent feared for his life. And that an individual with that 9mm violently resisted arrest were. Խոսքով սա Մինեապոլիսում այսօր արդեն երեք արդեն սպանված հերթական մարդու մասին է, որի դեպքի մասին արտահայտվել է Թրամփը։ Տեսեք ինչ է ասում։ Vivino's words saying that an agent fired defensive shots, that person had 2 loaded magazines, and that he considered this an attempt at a massacre against law enforcement. Մի խոսքով, ինչպես ցանկացած բռնատ իրական եւ ոչ արդար համակարգում, այս սպանությունը ներկայացնում են, որ ում սպանել են, ինքը զինված էր, եւ եթե իրեն չսպանեն, ինքն էր կրակելու։ And we should be clear that that person that they shot, Vivino says, was a citizen who saw them trying to arrest this other gentleman, an undocumented immigrant who they are going after, supposedly someone with a criminal record, and he intervened in the situation in some way. Now, he didn't explain how police saw the gun or what led to that, and then we had a good question from our Connor White that was unanswered about what you're saying doesn't appear to be the same story as what's happening in the video. The video that we're seeing thus far, which is one angle that we've seen reportedly, and obviously we know, as we've heard from our reporters out there in South Minneapolis, that there are folks recording and documenting this everywhere. So it is very likely that we're going to see additional pieces of video. Everybody's been watching is this video and wanting to know what led up to it. And we got a little bit of information from that today. You know, the president, right before this press conference started, put a message out on Truth Social. So we are getting that in right now. Yeah, let's bring that to you if we can pull that up. This is the message from President Trump. It reads, where are the local police? Գրեք, հարցելա, բա տեղի ոստիկանությունն ուր էր։ Ինչու չէր պաշտպանում IC ագենտների անվտանգությունը։ Ինչու էր վտանգում IC ագենտների կյանքը, որտեղ էր ոստիկանությունը։ Ու այդ մարդու սպանության մեջ Թրամփը մեղադրում է տեղի ոստիկանությունը։ Նայեք այս կազերը նայեք, ուրիշ անկյան տակ նկարած։ Այս տղեն նկարում է, այս գլխարկով տղեն է, նայեք, նկարում է, ընդամենը նկարում է, նայեք։ Ու հարցակում են վրեն, է մեկին բրդում կծում են, փորձում է պաշտպանել ու ասում են այստեղ։ Գազը փչում են վրեն, նայեք։ Հարցակում սկսում են ծեծել գետնի վրա, նայեք։ Նայեք։ Ու խփում է կողքից, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,
Այստեղ են ընդամենը նկարում էր։ Նա այս գլխարկով տղեն ան։ Չի թողը, որ այն կնոջը խփեց, գցեց։ Ասում են, չես խփում։ Ու այստեղով սպանեցին։ Այս սպանության համար Թրամփը, այն որ եկել է Հայաստան կարգավորի է, այն որ աշխարհի օրենքի ինքնա լինելու չափանիշը։ Համաշխարհային օրենքի չափանիշ Թրամփը այս սպանության մեջ, այս հերախոսով նկարող տղուն մեղադրում է ոստիկաններին, որ ոստիկանները ինչու չեն ապահովում IC ագենտների, որ մի քանի հոգով հասել խփում էին, գետին էին տապալ էին, կնոջը շպրտեցին ընդ է։ Վերջում է սպանեցին այդ տղուն։ Ինչու ոստիկանությունը չի ապահովել IC ագենտների անվտանգությունը։ Ես շնորհավորում եմ, ինչ ասեմ, ինձ անդադ հարցնում են, թե սա պաշտպանում է Թրամփին, սա ոգևորված է Ջեդի Վենսով, սա ոնց հասկանաք, ոնց ուզում եք հասկացեք, ժողովուրդ ջան։ Սա է Թրամփը։ Հիմա ինձ ասեք, ինչքանով է ինքը բանում, տարբերվում Փաշինյան Նիկոլից։ Ես ես հիշեցնեմ, այս հանցագործ ոստիկանեն Հայաստանում Փաշինյան Նիկոլը բնակարան էր նվիրում, պարգևատրում էր տալի, պաշտոնի բարձրացում էր տալի եւ ասում էր, որ դուք եք իմ պետության ողնաշարը։ Սա Հայաստանում, ոնց կարող է դա Հայաստանում նորմալ չլինի, բայց ասենք ուրիշտեղ նորմալ լինի։ Այս ամենը բերել է քաղաքացիական պատերազմի։ Ես ես երաշխավորում եմ, շուտով կլսենք, շուտով, վաղը, մյուս օրը շաբաթվա մեջ առնվազն կլսենք, որ այս ագենտներին արդեն սպանում են դասում։ Ոչ մեկ դու չմոռանա, որ Ամերիկայում մարդիկ զինված են։ Մարդիկ տեղեր կան, նահանգներ կան, քաղաքներ կան, որ նույնիսկ օրինական զենք կրելու իրավունք ունեն, ինչպես էս տղեն։ Այստեղ էլ բան ուներ, զենք կրելու իրավունք ուներ, որտեղ այս քաղաքում մարդիկ իրավունք ունեն զենք կրելու։ Եվ Ամերիկայում զենք ունենալը դա նորմալ պրակտիկա է, գիտեք ինչի համար։ Դա սահմանադրորեն ամրագրած է, որ իշխանությունը այս կարգի տերորիզմ չկարողանա իրականացնել ժողովրդի վրա։ Ժողովրդի նկատմամբ, որ ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու եւ դրա մասին արդեն խոսում են ոչ միայն դատախազները, նույնիսկ նախկին նախագահ Օբաման, որը իր էջում գրել է, որ այս սպանությունը սա բանը չէր, Ալեքս Պրետի սպանությունը չէր ընդամենը։ Սա ընդամենը Ալեքս Պրետի սպանությունը չէր, սպանությունը պետք է մարդկանց արտասնի, որ մարդիկ հասկանան արդեն ինչ երկրի մեջ ենք մենք ապրում։ Սա միակ բանը չի, ես ես նայեցի, ես MNS-ն ա գրում եւ բազմաթիվ կայքեր էին տարածել նաեւ սա։ Սա գրում է Օբաման, իսկ դատախազները, խնդրեմ, սա ուրիշ բան է։ Լսենք։ I can't speak to why the Trump administration is doing what it's doing or says what it says. I can Ասես չեմ կարող ասեմ ինչի ասա անում դատախազնա Թրամփը ինչի ասում ինչի անում say that the ICE officer does not have complete immunity here. Բայց ես չեմ կարող ասել, որ վստահեցնել, որ իմունիտի ունեն։ Անձեռնխել են այսի սպաները։ Իսկ պաստորները ինքն ինչ ասում, ասնեք, բայց լավ, անցնելով։ Նայեք, այս տղեն էս նկարի մեջի տղենա։ Կեպկով ընդհանրապես նկարել այս process-ը։ News, we have more updates to what happened this morning in Minneapolis, in which this man, a United States citizen and legal observer who was filming ICE, was executed by the ICE officers. Now, the situation in Minneapolis is getting worse by the minute. After federal agents shot and unalived him, DHS is now trying to shift blame, saying that the victim was carrying a pew-pew and 2 magazines, even though, and this is very important, they are not claiming that he pointed the pew-pew or threatened officers or put anyone's life in danger. So let's be clear, Minnesota is a legal carry state, so carrying a firearm is not illegal. Ուրեմն արդարացնելու համար սպանությունը մի անգամից օրգանները պետությունը սկսել է մեղադրել, որ այս տղմոտ զենք ա եղել։ Զենք ա եղել։ Բայց ոչ մի ապացույց չկա, որ զենքը հանվել է, օգտագործվել է, պահվել է իրանց վրա։ Եվ ասում եմ, ես պետք է ուշադրություն դարձնեմ Մինեսոտայում
հենց այս քաղաքում օրինականը զենք ունենալը եւ կրելը անօրինական ոչ մի բան չի եղել ու դա չեք կարող ներկայացնել որպես մեղադրանք այս մարդու վրա ու սա արվում ամենաբարձր մակարդակի վրա է այս մեղադրանքները այս կեղծիքը տարվում է ամենաբարձր մակարդակների վրա այսի FBI-ի տնօրենն է լսեք սա Someone is dead at the hands of Border Patrol. What can you tell us? Great to be with you, Maria. And look, Secretary Noem stated it perfectly. You do not get to attack law enforcement officials in this country without any repercussions. You do not get to do that in Minnesota. Ասում եմ աստորեն ոչ միայն Մինեսոտային ոչ մեկ իրավունք չունի հարձակվելու ֆեդերալ agentների վրա։ Եվ արդարացված է, վերջ, եթե դու ֆեդերալ agent ես, սպանիր, այսի նույն բանն է։ Նույն բանը ինչ որ անում է Փաշինյան Նիկոլը, հիմա մտածում է Թրամփը, հորա, եթե Փաշինյան Նիկոլը կարա անի, ու վերջում ասել է ես չէ, դա վարչապետի ավտոշարասունն էր, ես շկապ ունեմ։ Ես չէ, վարչապետի ավտոշարասունն էր։ Դա բան մի օր չի նստելու ինքը։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարա անի, Պուտինը կարա անի, ես ինչի՞ չեմ կարա անեմ։ Այսօր որ արդեն մոռացա կարող է պահել եմ ձանագիտությունը կամ չեմ պահել հիմա ես կնայեմ այն նահանգներից մեկի դատախազն էր խոսում որտեղ էլի զենք կրելը օրինական է եւ ինքը զգուշացրեց agentներին այս որ դուք զգուշ եղեք Արիզոնայի դատախազները ասես դուք զգուշ եղեք Արիզոնա նահանգում կարող ես գնդակահարեն ուղղակի ձեզանից պաշտպանվելու համար որովհետև այս agentները որպեսզի չճանաչեն իրենց պատտվում են առանց տարբերանշանների առանց հատուկ մեքենաներով ու ասեց մեր տարածքում ինքնապաշտպանությունը դա նորմա այնպես որ եթե լսենք արդեն առաջիկա օրերին որտեղ օր չկա որ սրանք մարդ սպանեն անդորում ու սպանում են դուսագարի քաղաքացի է որ ոչ մի բան չէ նկարելա process-ը նկարելամը սպանում Նեզո եթե լսենք արդեն ժողովուրդը սկսել է ինքնապաշտպանվել եւ արդեն վրեժ լուծել նույնիսկ առանց առիթի չզարմանաք Թրամփը որոշել է այս ձևով երկիրը գրավի եւ իր FBI agent-ը FBI դիրեկտորը արդարացնում է դա եւ իր դատախազը արդարացնում է դա բայց ոչ իր FBI agent-ն է այս երկրի տերը ոչ ինքը ոչ էլ իր դատախազը այս երկիրը իրոք տեր ունի սա Հայաստանը չի հասկանում եք մի քիչ այլ օրենքներ են մի քիչ այլ օրենքներ են ու մենք շուտով դարձնել լսել ենք Not sure how loud it is, but I'm at a demonstration in downtown Los Angeles in solidarity with what's happening in Minneapolis, where another American citizen was murdered today by Los Angeles-ում այս մեծ հանրակը ի պաշտպանություն Մինեապոլիսի ICE, and it's now a near weekly occurrence that ICE kills American citizens. Also, this federal government is basically saying now that anybody who owns a firearm could be considered a domestic terrorist. If you Պասոնս մեզ կառավարությունը հայտարարում է դրա մասին, ով ունի զենք, ինքը արդեն համարվում է տեղական տերորիստ եւ ինքը իրավունք ունի նրան սպանելու։ Սա ադմինիստրացիան։ Մի բան, որը սահմանադրել այդ մարդկանց իրավունքն է, ունենալ զենք ինքնապաշտպանության համար։ Ինքնապաշտպանվելու ոչ միայն հանցագործներից, այլ նաեւ պետությունից, որ պետությունը այս մեթոդներով չկարողանա ուզուրպացնի իշխանությունը։ Սա սահմանադրորեն ամրագրված է որպես իրավունք ամերիկացիների համար։ Թրամփը կրակետ է խաղանում։ Կրակետ։ Simply own a firearm, even if you're legally carrying that permit, you could be shot to death by ICE. And what else are they saying? They're telling ICE agents that it's totally okay. Մի խոսքով ասում եմ, բանը ICE agentներին ասում են դուք խնդիր չունեք։ Հիմա ուրիշ տեղ տեղափոխվենք։ Սա արդեն Good morning, Margaret. Good to be with you. Good to have you here. And I understand that in your state, ICE just launched this operation Catch of the Day, which an official told CBS would target Somali immigrants, among others,
targeting 1,400 criminal aliens who have quote unquote terrorized communities in Maine. What's been the impact? Do you know how many arrests there have been? Մեղոսկով այս ամբողջն տեսանյութը ես ցույց տամ։ Նա կոնգրեսմեններ, սենատորներ արդեն որոշում են կայացնում, կրճատեն ոչ միայն կրճատեն, սա Ադամ Շիֆրին է լսում, դադարեցնեն ֆինանսավորումը ընդհանրապես այդ այսի։ Հսկայական ֆինանսավորում ասան պետության կողմից այս մարդասպանությունների համար։ Հիմա հասկանում եմ, որ այդ մարմինը դարձել է ահաբեկչական մարմին։ Թրամփի ձեռքը տերորիստական կազմակերպություն է դարձել։ Թրամփի իշխանության ադմինիստրացիայի համար դարձել է դա տերորիստական կազմակերպություն, որը ինքն է օգտագործում սեփական ժողովրդի նկատմամբ։ Եվ արդեն խոսակցություն ալնում նրա մասին, որ հավաքվեն դեմոկրատները, որոնք նաև հանրապետականների հետ։ Հանրապետականների մեջ էլ է կռիվը, նայեք, հայ միջելոց FBI պատել այս FBI տնօրենի հայտարարությունից հետո այս գործը քննող FBI ագենտներից մեկը հրաժարական ագրել։ Հրաժարական ագրել քիչ ուզում մասնակիցը դառնա այս պետական հանցագործության։ Ինչի մասին է ասում։ Հա, այս ֆինանսավորումը դադարեցնում են, ուզում են այդ օրինագիծը մտցնել եւ դրան են միացել բազմաթիվ հանրապետական կոնգրեսականներ նաեւ, որտեղ իրանք շատ լավ հասկանում են ինչա դա դառնալու իրենց կուսակցության գլխին եւ ընդհանրապես սա ինչի է բերելու։ Սա ընդհանրապես իրանք դիտարկում էին sense մի տարի առաջվա համար, որպեսզի ամերիկացի ժողովրդին համոզեն, որ Թրամփը ինքը էմիգրանտների դեմ է պայքարում, որպեսզի էմիգրանտները չխլեն իրենց աշխատանքը իբր։ Բայց սա վերածվել է ուղղակի տերորիստական կազմակերպության, որը արդեն որոշ բան է ամերիկացի քաղաքացուն է սպանում ուղղակի առանց անհրաժեշտության։ Իրանք հասկացան, որ Թրամփը այն ինչ որ իրան լեգիտիմություն տվել են, իրավունք տվել են անելու, ինքը քանդում ամեն ինչ, ինքը քանդում է նաև իրենց կուսակցության, ասենք, հարյուրամյա պատմությունը, իմիջը, ոչ միայն այսօր ասում եմ մենք կապված ենք աշխարհի հետ, մեր խնդիրը փոքրիկ է, մեր համար շատ կարևոր է, բայց այս խնդիրը ունի նաև մեծ մաս, շատ մեծ մաս։ Այս ամեն ինչը վերջանալու է 26 թվականի հոկտեմբերին կամ նոյեմբերին, ուղղակի չի կարող չվերջանալ, որովհետև սա ձնագնդիկի նման աճելու է, եւ մենք շուտով լսելու ենք նույնիսկ ապստամբություն քաղաքացիական պատերազմի նշումներ, ոչ թե մարդիկ են իրար վրա կրակելու, չէ, ժողովուրդը սկսելու է այսից պաշտպանվել։ Ժողովուրդը սկսելու է կրակել արդեն։ Ու ես վստահ եմ, որ դա լինելու է, ու անհետևանք չի մնալու։ Եթե նույնիսկ չլիներ, 26-ին վերջանում է։ 26-ին ոչ թե վերջանում է, անպայման միջանկյալ ընտրություններին արդյունքներով երևելու է, որ հանրապետականներն ոչ մի բան չունեն, եւ impeachment-ը դառնալու է շատ ռեալ։ Ու եթե մենք կարողանայինք միջև այդ մնայինք, չկորեինք, կարողանայինք դիմագրավել Փաշինյանի այս դավադրություններին եւ դրանից հետո արդեն մեր ճանապարհները փոփոխության երևի ինչ որ ձև ավելի հստակ կլներ, կբացվեր ներառել։ Իսկ Մամդանին Նյու Յորքի քաղաքապետը կոչ է անում այդ տերորիստներից ուղղակի հեռու պահել քաղաքը Նյու Յորքը։ Ամեն ինչ անել, որ դրանք չմտնեն Նյու Յորք քաղաք։ Ու Նյու Յորքը կարող անի։ Ես վստահ եմ, որ կարող անի։ Դե հիմա ասենք Իսրայելը բոլոր հարցերը արդեն լուծել է, հիմա էլ Ամերիկայից զորքեր է ուզում, որ իր սահմանները ամուր հայ։ Ամեն ձևով կթումը, ամեն ինչ անում է, որ ստանա մաքսիմումը իրան ապահովելու համար, թե ֆինանսական, թե ռազմական, թե քաղաքական, դիվանագիտական, ամեն ինչ անում է, պահանջում իրավունքով, պահանջելու իրավունքով։ Մի հատ սա եմ ուզում դուք լսեք։ Սա գիտեք որտե 80 թվի զապիս է, ձայնագրություն 80 גדולים בדעת הקהל שמתנגדים למדיניות הזאת, גדולי הפרשנים. אמריקה לא תכפה עלינו דבר אם לא נרצה בכך. מקשה אחת. יש את הסנאט. Բայց Նետանյահուն 80 թվականին ասում է, որ Ամերիկան պատկանում է արդեն Իսրայելի, որ Իսրայելը ունի ամբողջովին
կոնտրոլ սենատի, կոնգրեսի եւ ամբողջ ամերիկյան էստաբլիշմենտի նկատմամբ։ Իրանց AIPAC լոբիով, այդ լոբիստական ընկերությունով։ Ու ասում է Ամերիկան պատկանում է Իսրայելին։ Սա ասում ենք 80 թվականին։ Բան չի փոխվել առ այսօր։ Իսկ այս Հայաստանի Թրամփի այդ գոլֆ կլուբի ծրագրերով ոգևորվածների ոքի ցույց տուն նայեն սա Ջերդ Քուշներն է, Թրամփի փեսեն։ Որը բացահայտում է այդ ամեն ինչը ինչին է ծառայելու։ Բացահայտում է այդ ծրագիրը ինչի համար է, այդ կազմակերպության անդամները ինչին են ծառայելու։ Բարձրացում է, սա բիզնես պրոյեկտ է, որի տերերն իրանք են, որը ուղղված է լինելու Պաղեստինի տարածքը պաղեստինցիներից մաքրելու փոխարենը բիզնես կենտրոններ, քաղաքներ, հյուրանոցներ, հանգստյան տներ, գոտիներ սարքելու համար հրաշք տարածք է։ Ու վերջ, դա ընդամենը լինելու է քաղաքական տանիք Նետանյահուի գործի։ Նետանյահուի համար իր գործիքը կազմա լինելու։ Նետանյահուին Ամերիկան քիչ է։ Հասկանում եք, այս ամեն ինչ իրականացնելու համար ֆինանսապես, ռազմականորեն, այո, Ամերիկան բավարար է, բայց քաղաքականապես քիչ է եւ Նետանյահուն որոշել է, որ Ամերիկայի դրոշի տակ հիմա ավելի մեծ բան պետք է սարքի, մագի կարգի, բայց իրանց սեփական տղեկով էլի 22 բռնակալներով։ Եվ վերջ իրանց տանիքի տակ, քաղաքական տանիքի տակ իրականացնեն ինչ որ այս լակոտը ասում է Ջերդ Քուշները։ Դա բիզնես պրոյեկտ է։ Մեծ լվացքատուն։ Ու իրանց ինչա պետք քաղաքական աջակցություն։ Ով միացավ դարձավ այդ կլուբի անդամ, ուրեմն վերջ համաձայն այս ամեն ինչի հետ։ Ուստեղ եմ ասում, աշկներս լույս Հայաստանը այդ կլուբի անդամը ուզում դառնա։ Թե իրավականորեն ինչքան է հիմնավորված դեռ մեզ պետք է պատասխանի Հայաստանի արտաքին գործերի նախարարության այդ քարտուղարը, հա, անազգանո կարդացի։ Հələ պետք է պատասխանի Հարություն Բաղդասարյանին, թե եղել են այդ բաները, ինստանցիաները անցել է Փաշինյան Նիկոլը, այդ եզրակացությունների հիմնավորումները, թե ինչու է դա պետք ու կարևոր Հայաստանի համար, թե հերթական բլթոսն է Փաշինյան Նիկոլի, բայց ամեն դեպքում պետք է իմանալ մի բան, բլթոսը թե բլթոս չի, Փաշինյան Նիկոլը միացել է մի հատ կլուբի, որի նպատակն է ցեղասպանությունը, որը ընդամենը գործիք է այդ ցեղասպանության տանիքի համար, մյուս կողմից ցեղասպանում են իրար, այս ամեն ինչը գիտեք ինչի դիմաց, չզարմանաք, պարզ իշխանության մնալու դիմաց, մյուս կողմից Հայաստանն է ցեղասպանվելու արանքում, մյուս կողմից Պաղեստինը։ Ընդ որում են Պաղեստինը, որ ընդամենը 7 ամիս առաջ իրենց անկախություն ճանաչեցին։ Սանսենք Ամբյոնից բղավում էր Ղարաբաղը, Հայաստանը եւ վերջ։ Ինչ եղավ քեզ։ Այ ողորմելի, ինչ եղավ քեզ։ Մոռացել ես Թումանյանը լավ խոսք ունի, ասում մենք բոլորս էլ հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուճորից։ Այսօր գալիս ողորմելի որ ասում, ասա մենակ Փաշինյան Նիկոլը չի։ Սա բոլոր նրանք են, ովքեր աջակցում են Փաշինյան Նիկոլին։ Պետք է սրանք սա բոլորը շատ լավ իմանան։ Աշխարհի հայոյանքներն ու անեստները, որ գալիս է Փաշինյան Նիկոլի վրա, դա մենակ իրանը չի։ Ինքը չի կարող այդ ամեն ինչը սեփականացնել։ Ինքը դա կիսում է բոլոր նրանց հետ, ովքեր իրեն աջակցում են։ Թե մեդիա դաշտում, թե քաղաքական դաշտում, թե ուղղակի լուր համաձայնության աջակցության, բոլորը կիսում են իր այդ հայոյանքներն ու անեստները, այդ բառերը։ Անց են կենում այս անցավոր աշխարհից, ասում մարդու գործը միշտ անմահ է։ Հիմա քո գործը, որ դու անմահացրեցիր, վաճառեցիր հսկայական հողատարածքներ Հայաստանի, որ հեշտությամբ չէին ձեռք բերվել դրանք։ Հիմա դու ինչ ես լնելու։ Ոչ թե 7 պորտով ես նզովվելու, 40 պորտով ես նզովվելու։ Ես ուզում եմ զգալ էմոցիայի խորությունը, ինչքան խորքային այս բարկությունը, ինչքան արդարացի ու բնական է այս բարկությունը, այս շեդևրը։ Ուր էլ փախնես, ինչ էլ անես, Աստծո գործը անքննելի է։ Ինքն էլ պատիժ է ստանալու,
որ մենակ ինքը կիմանա։ Կարող է մենք չիմանանք, փախնի, չգիտեմ որ խուցը մտնի, որ դու չգտնես իրան, բայց Աստծուց չես փախնի։ Վերջ։ Իսկ վերջում ուզում եմ միասին լսենք այս հանճարեղ ռեժիսոր Տոնինո Գուերոյի մեր մասին։ Շատ կարևոր է լսել մեկ-մեկ մեր մասին, որպեսզի մենք չմոռանանք ով ենք մենք, հանկարծ մենք չսկսենք մեզ ասոցացնել Փաշինյան Նիկոլի եւ կից ճիվաղաշերտի հետ, հանկարծ չփոսենք, մեկ-մեկ պետք է, ես ոչ թե ինչի մեկ-մեկ, ամեն օրը մի քանի անգամ, այդ պլանկեն պահելու համար են բարձությունը, լսենք։ Каждый человек должен хотя бы на день приехать в Армению. Ամեն մեկ ասում է, գոնե մի անգամ, թեկուզ մի օրով, անպայման պետք է լինի Հայաստանում։ Чтобы омыться под облаками ее духовности. Որ միշտ բարերը, որպեսզի ինքը մաքրվի հայկական այս հոգևոր ամպերի տակ։ Fenomenal. In Armenia e restare lì per raccogliere questa nuvola di spiritualità. Chi visita l'Armenia? В Армении время делает пространство. И тот, кто посещает Армению, даже если чуть-чуть, но обязательно становится армянином. Я чувствую, что приезд в Армению – это начало моего вертикального путешествия. Ես հասկացա, ես զգում եմ, որ իմ այցելությունը Հայաստան իմ վերտիկալ ճանապարհորդության սկիզբն է։ Վերտիկալ, այսինքն дեպի վերև։ Путешествие ввысь. Un viaggio verticale. Pietre sciolte da preghiere. Твои глаза полны камней молитвами размытых. Քո աչքերը լի են աղոթքների քարերով։ Их руки верой сотворяли. Армения, благословенна будь. Твои полеты ввысь во времени, и не согнуть твоих плечей. Ты движешься в пространствах, которых нет. Лишь в памяти живут воспоминания о былом. Лелеют грезы, похожие на майских светлячков. Un sogno di lucciole di maggio. Ես չուզեցա թարգմանիչ շարունակությունը։ Ինքան սիրուն էր։ Ես վախեցա իմ թարգմանությունը փչացնեմ, ու ես հաստատ կփչացնեի։ Ինքան սիրուն ու հոգևոր էր։ Ինքան բարձր ու նուրբ էր։ Ինքան ճշմարտացի ու խորն էր։ Թողնել են ինձ սփյուռքահայերը, որ ես իրենց համար այս մասը չկարողացա թարգմանել։ Սա մեր մարդկային տեսակի գնահատականն ու ձևակերպումն է, որի մասին մենք հաճախ մոռանում ենք առօրյա թողուբոյի մեջ, առօրյա անիմաստ պայքարի, վայրիվերումների, երբեմն չարությանը հասնող զգացմունքների, երբեմն ստիպված իհարկե ճարարացյալ։ Ու մենք կորցնում ենք սա։ Ես ինձ վրա կարող եմ ասել։ Դա համար ես օրվա մեջ մի քանի անգամ փնտրում եմ նման նյութեր, նման գործեր, երաժշտություն, գրականություն, ասույթներ, չգիտեմ, որ ես միշտ ինձ բերեմ հավասարակշռության, որ ես երբեք չմոռանամ որտեղից եմ գալի ձեր հետ միասին, ուր ենք գնում ենք բոլորս միասին եւ ինչի համար է մեր ապրելու իմաստը, որտեղ է մեր հանգրվանը, որին մենք միասին ձգտում ենք, միասին առանց իրար հետ պայմանավորված լինելու լուր համաձայնության, որովհետև բոլորիս նպատակը նույնն է, մեկն է։ Սա շատ կարևոր է միշտ հիշելը։
որովհետև այս առօրյա ինչ որ կարդում ենք, լսում ենք, տեսնում ենք, մեզ կարող է սարքի գազան։ Մենք դառնանք իրանցից գազան։ Ասում եմ, երբ որ մարդը նայում է անդունդի մեջ, անդունդը նայում է մարդու մեջ, հա, այդ կարևոր սահմանը միշտ պետք է մաքուր պահել։ Որ երբեք այդ անդունդը չնայի քո մեջ, երբեք քո մեջ չմտնի այն, ինչի դեմ դու պայքարում ես, որ երբեք դրա դեմ պայքարելով դու չդառնաս այն, ինչի դեմ պայքարում ես։ Շատ մեծ վտանգ կա այդ ամեն ինչի մեջ։ Ու ես իմ ծանոթների հետ մեկ-մեկ շփվելուց զգում եմ, որ այդ սահմանը իրանց մոտ այնքան արդեն լղոզվել, իհարկե ոչ իրանց մեղքով, բայց իրանք սկսում են դա արդեն կորուստներ տալ։ Ես հասկանում եմ ու ես չեմ ուզում այս այդ վիճակի մեջ հայտնվել ձեր հետ միասին։ Դա երբեմն առիթներ եմ փնտրում եւ նյութեր եմ փնտրում մեզ մեր մասին հիշեցնելու ու որ շատ կարևոր է ուրիշի աչքերով մեզ նայելու։ Այն որ ցանկացած մեկը որ գալիս է Հայաստան մի քիչ անկախ իրենց հայանումը դանում համոզվել եմ ես երևի տասնյակ անգամներ տարբեր մարդկանց հաղորդումներ լսելու, որոնք եղել են մի անգամ Հայաստանում, տարբեր ազգությունների։ Հաղորդումը նվիրված չի եղել դրան։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր մի անգամ լինում են Հայաստան, իրենք սկսում են կյանքին այլ աչքերով նայել։ Իրենք սկսում են մարդկությանը եւ ընդհանրապես մարդ լինելուն կյանքի իմաստին այլ աչքերով նայել։ Ափսոս որ մենք ենք կորցնում դա լինելով Հայաստանում։ Դա իհարկե տրամաբանական բացատրություն ունի, բայց դա արդարացում չի։ Եվ պետք է բավականին ուժեղ եւ տոկուն լինենք, կայուն լինենք, որ դա թույլ չտանք ոչ մի պարագայի, որովհետեւ դա այն է, ինչ մեզ տարբերում է աշխարհի բոլոր ազգերից։ Ոչ թե նամար մենք որ լավն ենք կամ վատն ենք, չէ։ Ընդամենը տարբեր ենք, ընդամենը ուրիշ ենք։ Հենց այն պահին, որ մենք դա կորցրեցինք, մենք դառնալու ենք ընդամենը շարքային այն, որ մտնում ես խանութ, նույն ապրանքից sense կողքի դրած է։ Այդ էս դառնալու ենք այդ ազգերի մեջ sense հերթական մի բան էս դրած, ոչինչ չներկայացնող, ոչինչով չտարբերվող։ Ես էլ համար եմ ես սիրում։ Ու ես չեմ ուզում, որ մենք սա կորցնենք։ Չես վստահ չենք կորցնելու, բայց դրա մասին հիշեցնելն ու հիշելը չի խանգարի երբեք։ Այսօր համար հասկանում։ Դա մնացեք։